կարգավորումների մենք ունենք հակաիրավական գործողության հասկացությունը, հակաիրավական գործողությունների ունեն երկու տեսակի՝ զանցանք եւ հանցանք։ Եվ իհարկե լինում են այլ իրավախախտումներ, որոնք ենթակա են քաղաքացիական պատասխանատվության, եթե կա սահմանված կարգով ընդունված դատական սահմանադրական խախտում ասելու եկեղեցու գործերին միջամտելու իրավունք ով ունի։ Պետությունը ունի, եկեք հարցը հետևյալ համատեքստում դիտել։ Եկեղեցին սահմանադրական մարմին է թե ոչ, այս հարցի պատասխանողն է։ Ես շարունակում եմ։ Եկեղեցին սահմանադրական մարմին նշանակելու իրավունք չէ։ Այլն այսքան որ ոչ հաջողի հարցեր տալ։ Չէ, այսինքն երբ որ բարի լինենք հաջորդ անգամ լսել մարդուն ում ուղում եք հարց, ես շատ մեծ սիրով եւ շատ երկար ժամանակ կտրամադրեմ ես պատասխանել։ Ապա այս դուք նեղանում եք մեր հարցերից։ Հարցերին չեք պատասխանում։ Ես այլևս չի եղել որևէ դեպք, երբ դուք ինձ հարց տաք եւ հարցը թողնվի անպատասխան եւ ես չտրամադրեմ ժամանակ։ Որ դուք ներողություն տաք լրագրողներին։ Կարող եք լսել։ Սպառիչ պատասխանատվություն։ Անհնար է ժողովուրդ անկեղծ ամեն անգամ ես ձեզ բոլորին հրավիրում եմ արդարադատության նախարարություն լրագրողական իրավական տեսանկյունից էթիկայի եւ իրավական կրթության հետ կապված երկխոսություն Այդ ինքնավստահությունը լրագրողների հետ տոնով խոսելու դասախոսություններ կարգավորում է ձեզ այդ իրավունքը։ ավարտեցի։ Չէ, չավարտեցի, հարց տվեցի։ Հայաստանի վարչապետը երբ այդպիսի բառեր է օգտագործում, Դոմպելը որը էթիկայի մեջ անեթում Կամ եկեղեցականին Հարգելի անկապ լրագրողներ, ես ձեզ բոլորին հրավիրում եմ արդարադատության նախարարություն, կրկնում եմ իրավական լրագրության հետ կապված քննարկում կազմակերպելու եւ մեծ հույս ունեմ, որ այդ քննարկումը օգուտ կունենա եւ դրանից հետո մենք հնարավորություն կունենանք խաղաղ պայմաններում հարցեր տալու եւ հարցերի պատասխաններ